Բարի գալուս Civilnet, ինչ հարցազրույցին անցնելը խնդրում ենք հավանել այս տեսանյութը, տարածել այն սոցիալական ցանցերի ձեր էջերով, ինչպես նաև բաժանորդագրվել Civilnet-ի YouTube-յան էջին։ Իսկ եթե գնահատում եք անկախ լրագրությունը, խնդրում ենք այցելել Civilnet-ի կայքեջ եւ սեղմել donate կոճակ, ինչպես նաև շատ շնորհակալ ենք նրանց, ովքեր արդեն իսկ դա արել են։ Իսկ ես ներկայացնեմ իմ հյուրին, Հետք մեդիա գործարանի ղեկավար Հարություն Մանսուրյան։ Բարև ձեզ։ Բարև։ Հարություն, եթե դեմ չեք, այսպես դիմեմ ձեզ։ Մենք ձեզ հետ զրուցելու ենք մեր մասնագիտության մասին, լրագրության մասին, իսկ առիթը զրուցելու դա Ամերիկայի ձայնի եւ Ազատություն ռադիոկայանի փակումն է կամ դրա վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը, այս պահին գոնե հստակ այսպես չենք կարող ասել այդ երկու լրատվամիջոցները փակվում են մեդիա գիգանտները թե ոչ, բայց ամեն դեպքում կան արդեն մտավախություններ, որ օրինակ Հայաստանի պարագայում թե ինչպիսի ազդեցություն դա կունենա։ Եթե շատ կարճ ասեմ եւ սոցցանցային վուլգար դիտարկում իրականացնեմ, մի մասը աջակցում է ազատությանը, որ չի կարելի նման բան անել, դա մեծ ազդեցություն, մեծ վնաս կլինի հայկական մեդիադաշտի համար, հասարակության համար, որոնց խնդիրները պարբերաբար բարձրաձայնում է ազատությունը եւ որակյալ մնացած մեդիաները։ Մյուս մասը ուրախացել է այս նորությունից, կարծես Հայաստանի եւ երկրի հիմնական խնդիրները պայմանավորված էին ազատությամբ կամ ազատության աշխատանքով։ Ինչ կասեք դուք։ Առաջինը կասեմ, որ դեռ վաղ է այդ ողորմաթասը խմելը ազատության համար, որովհետեւ ազատությունը ես կարծում եմ եւ հույս ունեմ, որ դեռ կլինի եւ կապրի, այսինքն լավը ցանկացողները թող շարունակեն հետևել եւ ուրախանալ, իսկ վատը ցանկացողները, որ ուրախանում են, որ այսօր վաղը կփակվի, հա, ես հուսով եմ, որ իրենց այդ կանխատեսումը չի իրականանա։ Ինչն է ձեզ նման հույս տալիս։ Առաջինը, որովհետեւ դա այն ապրանքանիշն էր, որ Ամերիկան երկար տարիներ, 75 տարի պատրաստել է եւ ես չեմ կարծում, որ մի օրվա մեջ այդ ապրանքանիշը իր արժեքը կարող է կորցնել։ Իսկ այդ ապրանքանիշը արդեն արժեք է, միջազգային արժեք է։ Արժեք է նաեւ Հայաստանում, Հայաստանի մասին թե ինչ արժեք է խոսեմ, բայց դա միջազգային արժեք է եւ օրինակ 3 այսօր էլ Եվրոպայում քննարկվում է ինչպես կարող են օգնել արտգործնախարարների մակարդակով, որ հնարավոր է, որ ֆինանսավորումը Եվրոպայից լինի, գոնե մասամբ։ Այսինքն ես կարծում եմ, որ ինչ որ ձևով ազատությունը ձև կգտնի ապրելու եւ շարունակելու, այդքան հեշտ չեն ազատվի ազատությունից եւ մենք դեռ կլսենք ազատության ռեպորտաժները, հետաքննական նյութերը, բայց այսինքն առաջինը ես կուզեմ եթեն մենք հասկանանք, որ եթե ազատությունը փակվի եւ ես մեծ հույս ունեմ, որ այդ եթեն չի լինի։ Բայց եթե սցենար B-ն աշխատի եւ եթե ազատությունը հանկարծ ու փակվի եւ եթերում չլինի, դա Հայաստանի մեդիադաշտին շատ մեծ հարված կլինի եւ դա ոչ միայն մեդիադաշտին հարված կլինի, այսինքն ազատությունը մի մեծ տեղ է գրավում հայկական մեդիադաշտում եւ եթե հանկարծ մեկ էլ մենք միացնենք ու ազատությունը չլինի իր YouTube-յան էջում կամ եթերում, մենք շատ մեծ բան կորցրած կլինենք։ Մենք կորցրած կլինենք տեղեկացված լինելու մեր զգալի իրավունքի մի մասը։ Այսինքն մենք ունենք այդ իրավունքը, մենք պիտի օգտագործենք եւ ազատությունն այսօր տեղեկացված լինելու մեր այդ իրավունքի ամեն մեկի համար տարբեր է, բայց կոնկրետ ինձ համար ես ամեն օր պարտադիր, ասենք, ազատության սպառող եմ, վաղուց արդեն։ Աշխատել եմ ազատությունում 6.5 տարի Պրահայի օֆիսում ու միշտ եղել եմ ազատության սպառող, անընդհատ հետևել եմ, շատ լավ գիտեմ նաև ազատության թերություններն ու բացերը, բայց միևնույն ժամանակ այսօր Հայաստանի մեդիադաշտում կարևորագույն խաղացողներից մեկն է, եթե ես ասենք թվեմ կարևորագույն եռյակը, հաստատ դրանց մեջ կլինի ազատությունը։ Բայց վերադառնալով թե ինչ արժեք է դա ներկայացնում Հայաստանում, որովհետև բացի միջազգային ապրանքանիշը, ազատությունը նաև ապրանքանիշը Հայաստանում։ Ու վաղուց արդեն, ու ես կարծում եմ, որ մենք
մեդիադաշտում աշխատողները, ընդհանրապես սպառողները, պետությունը մենք պարտք ունենք ազատությանը, որ պիտի ինչ-որ կերպ նաև տանք, որովհետև պարզապես սպառող մենք չպիտի լինենք, հա, մենք անդադ ասում ենք սպառողների հասարակություն չլինենք, եւ եթե հանկարծ ազատության գլխին այդ քարը կախվի, մենք պիտի փորձենք ամեն ինչ անել, որ ազատությունը շարունակի եւ աշխատի։ Եվ այդ մենքի մեջ ես տեսնում եմ նաև պետության բաժինը։ Եթե պետությունը այսպես խելք ունենա, այսինքն պետությունը ֆինանսավորի ազատությանը, ֆինանսավորել չի կարող եւ պետք էլ չի, այսինքն չպիտի դառնա ազատությունը պետական լրատվամիջոց, բայց կարող է աջակցել։ Ինքը արդեն իսկ պետական լրատվամիջոց է, Ամերիկայի պետության լրատվամիջոցն է։ Այո, այսինքն Հայաստանի պետական լրատվամիջոցը չի կարող դառնալ եւ պետք էլ չի։ Հայաստանը ունի հանրային իր լրատվամիջոցները եւ այնտեղ աշխատում է, բայց ես կարծում եմ, որ պետական գործիչների աջակցությունը եւ գուցե նաեւ անմիջական ինչ որ քայլեր, որ պետությունը, ասենք, պետական արժեք եթե համարվի, ես կարծում եմ, որ նաեւ պետական արժեք է Հայաստանի։ Այո, ազատությունը որպես ոչ միայն խոսքի, ազատ խոսքի, այլ նաեւ պետական կարևոր արժեք է։ Ինձ համար ես այդպես եմ գնահատում։ Հասկաց։ Որովհետեւ դնելով մի կողմ այսպես հեղափոխության 18 թվականի մասին է խոսքը, երբ ես համարում եմ, որ մի քիչ ազատությունը շեղվեց իր ճանապարհից եւ մի քիչ այսպես սերտաճեց պետության հետ, հատկապես հեղափոխությունից հետո։ Ներողություն եմ խնդրում, հարցություն ճիշտ, այսինքն այդ առումով ազատության ուղղված քննադատությունները, որոնք մինչև հիմա կարծես կան, բայց այնուամենայնիվ 2018 թվականից հետո, որ ինքը ոչ միայն ինքը, շատ այլ լրատվամիջոցներ եւս, որոնք աջակցում էին հեղափոխությանը։ Ես, այո, դուք, չգիտեմ, շատերս։ Նրանք, որ գտնվում էին իշխանության հետ կամ նոր եկած իշխանության կամ հեղափոխության ջատագովների հետ, այսպես մեղրամիսի մեջ կարելի ասել, հա, դա տեղին են այդ քննադատությունները։ Ձևակերպումները, եթե դնենք մի կողմ, ընդհանուր ասենք մեղրամիս եւ մնացած բաները, ընդհանուր առմամբ, հա, ես համաձայն եմ, ասենք, ես ինքս երկար ժամանակ վատ էի զգում, երբ սկսվում էր ազատությունը, ասենք, պայմանական 19 թվականին եւ այդ լուրերի առաջ սկսում էր Փաշինյանի նկարով եւ վերջանում էր Փաշինյանի նկարով, լրատվամիջոցը չի կարող իր գրաֆիկական, ասենք, լուրերի թողարկումը սկսել այդպես։ Հա, համաձայն եմ այդ քննադատությանը, համաձայն եմ, ես էլ եմ ասել, որ դա իմ կարծիքով ճիշտ չէ, բայց դնելով դա մի կողմ, որովհետև այդ էյֆորիան էր, երբ ամբողջ հասարակությունն էր այդ վիճակում եւ մեզ թվում էր, որ մենք գնում ենք մի ճանապարհով, որը վերջապես մի կողմ է տարել այդ կոռուպցիան եւ ինքը հասարակությունը առողջացման process-ի մեջ է եւ այլն, հա, հիմա չգնամ այդ չվերադառնամ այն մեր ակնկալիքներին, որոնք ցավոք չիրականացան, դնելով մի կողմ դա, ազատությունը միշտ եղել է եւ այսօր էլ, հատկապես հիմա, ինքը կա կարևոր գործոն լրատվական դաշտում եւ ազատ խոսքի միջավայրում, որովհետեւ եթե ես իմ օրը պատկերացնեմ, փորձեմ պատկերացնել առանց ազատության, հաստատ մի պակաս բան կլինի ինձ համար եւ կարծում եմ հասարակության համար եւ կարծում եմ նաեւ պետության համար, այսինքն եթե պետությունը առողջ գնահատի եւ հասկանա, որ քննադատությունը, որը որ ազատությունը այսօր ունի եւ այնպես է ճիշտ դիրքորոշվել, որ իրեն քննադատում են այսօր քննադատում է ուրեմն ընդդիմությունը, վաղը քննադատում է իշխանությունը, դա առողջ լրատվամիջոցի ուրեմն բանաձևն է։ Քեզ չպիտի սիրեն։ Բոլորն են քննադատում, ուրեմն ճիշտ եք աշխատում։ Քեզ չպիտի սիրեն ոչ մի դեպքում։ Ու շատ լավ է, այսինքն ազատությունը այդ ճիշտ տեղը այժմ գրավում է։ Այո, այդ առումով ինքը 2018 թվականից հետո անշուշտ եւ այլ նաեւ լրատվամիջոցներ իշխանության սիրելի լրատվամիջոցի համբավից տեղափոխվեց իշխանության հայտնվեց իշխանության քննադատության թիրախում, որ վերջին շրջանում մենք դա տեսնում ենք եւ գրեթե, չգիտեմ, օրը մեջ, այսպես ասած, քննադատության թիրախում է հայտնում ազատությունը այդ առումով։ Անգամ իշխանությունների իշխանությունը ասավ նրան, որ սկսեց անձնավորված թիրախավորել, որը ինչ որ նոր բաներ մեդիադաշտում սովորաբար թիրախավորում էին ոչ անձերին, բայց ես կարծում եմ, որ եթե հանկարծ այդ եթե նորից շեշտեմ, եթե հանկարծ
ազատությունը չկարողանա ապրել ինչ որ որովհետև Ամերիկան փակել է դա, որովհետև եվրոպացիները չեն կարող դեռ օգնել, ապա իշխանությունները իմ կարծիքով ճիշտ արած կլինեն հենց առաջին հերթին առողջ հասարակության տեսակետից, եթե կարողանան ինչ որ կերպ ձեռք մեկնել, չգիտեմ, տարածք տրամադրել եւ մի այսպես հետաքրքիր նամակ գրել, որ մենք գնահատում ենք ձեր քննադատական մտածողությունը եւ այն ինչ որ դուք արել եք եւ անում եք մեդիա դաշտում եւ մենք առայժմ մինչև ձեր ուրեմն ոտքի կանգնելը մենք կարող ենք ձեզ տրամադրել օրինակ այսպիսի տարածք, որ հանկարծ դուք չընդհատեք ձեր եթերը, որովհետև եթե հանկարծ ազատությունը ընդհատի իր եթերը, Հայաստանում մենք վստահ շատ մեծ բան ենք կորցնելու։ Իսկ ինչ կպատասխանեք այդ դեպքում քննադատներին, որոնք կասեն, որ հարկատուների գումարները էս ինչի վրա եք ծախսում։ Կասեն, որ հարկատուների գումարները ծախսում ենք արժեքի վրա, այն արժեքի, որի կարիքը մենք ունենք եւ որը հանրային շահն է ներկայացնում, որը հանրային շահն է ներկայացնում, որը ազատ խոսքն է ներկայացնում, որը կատարում է այն դերը, որը հասարակության շահից է գալիս, այսինքն ինքը հետևում է ինչ չի անում կամ ինչ վատ է անում իշխանությունը եւ կառավարությունը եւ ամեն օր տալիս է ձեզ, որ մենք հաշվետու լինենք ձեզ հասարակություն, հարկատուներիդ, մեր հերոսներին, որ մենք վատ ենք արել սա, ով պիտի դա անի, դա անում է մամուլը, ազատ մամուլը։ Դա ազատությունն է, այս բանը։ Շատ լավ, դա ցանկություն էր, որ իշխանությունը ինչ որ բան անի, ձեռք մեկնի եւ այլ, հա։ Բայց այնուամենայնիվ, եթե չոր իրականությունից ենք ելնում, հա, եթե ազատությունը պատկերացնում ենք եթեով, ինչպես դուք ասացիք, եթերազրկվում է, չկա ազատությունը, հայկական մեդիադաշտում այլևս գործոն չէ։ Ինչով կլծվի այդ տեղը։ Կկարողանան որակյալ լրատվամիջոցները այդ տեղը զբաղեցնել, թե մենք կունենանք, որ այդ բաց տեղը կլծվի իշխանական եւ ընդդիմադիր, այսպես լրատվամիջոցների բավական ուժեղ ռոպագանդայով միմյանց դեմ ուղղված։ Հա, մենք հիմա էլի մի քիչ սուրճի բաժակ ենք նայում, որովհետեւ ամեն ինչ կարող է լինել։ Կարող է նոր լրատվամիջոց ծնվել, որովհետև ինչքան էլ աբսուրդ կարող է հնչի հիմա, եթե որևէ մեկը ուզում է լրատվամիջոց բացել, սա լավագույն ժամն է, որովհետև շատ մասնագետներ հիմա կսկսեն աշխատանք փնտրել։ Կադրերն են որոշում ամեն ինչը եւ այսօր կարելի է հավաքագրել շատ լավ կադրերի, ոչ միայն ազատությունից, այլ նաեւ այլ տեղերից, որովհետև գիտեք, հա, ամերիկյան օգնությունը ուրեմն շատ տեղերում փակվել է եւ մարդիկ, այո, խնդիրներ ունեն, հա դուք սկսեցիք ձեր նյութը այսօրվա առաջին ուրեմն որ մտեք, սեղմեք այդ donate կոճակը, նվիրաբերեք, գուցե ազատությունն էլ վաղ այդպես սկսի, գուցե ինքը ստիպված լինի իր հաղորդումներում ասել, որ այ եթե ձեզ դուր է գալիս, ապա նվիրաբերեք, գուցե հայտնվեն նոր մեդիա դաշտում գործող լրատվամիջոցներ, բայց եթե այսօրվա վիճակով նայենք, այդ սուրճի բաժակը ասում է, որ հա իրեն լցնելու են կամ իշխանական, ուրեմն պրոպագանդիստները կամ հակաիշխանական պրոպագանդիստները, որովհետև այսօր մեդիա դաշտում ցավոք այդ մասշտաբի լուրջ խաղացող ամենօրյա լրատվական դաշտում ես չեմ տեսնում։ Իսկ դա ինչպես կազդի մեդիա դաշտի բևեռացման վրա, որովհետև ավելի կբևեռանա, ակնհայտ։ Այսինքն ակնհայտ է, որ այսօր ազատությունը ինչ որ կերպ այդ միջանկյալ դիրքում է, ասացի, որ ճիշտ դիրքավորված է եւ ինքը կարողանում է շատ տիպիկ օրինակներ կան, հա, ասենք երբ որ Մեղրի Միջանցքի հետաքննությունը դուրս եկավ, իշխանավորները դա տարածեցին, սկսեցին իրենց ուրեմն քննադատել ուրեմն Քոչարյանական թևը։ Հետո հաջորդ օրը, երբ դուրս եկավ մյուս նյութը, սկսեցին քննադատել իշխանականները, երբ հիշում եք, հա, ձյան հետ կապված, սկսեցին քննադատել իշխանականները եւ սկսեցին տարածել, ուրեմն տարածել ընդդիմությունը։ Այսինքն ազատությունը այդ մեկ շաբաթյա միջակայքում ցույց տվեց, որ ճիշտ դիրքավորված է այսօրվա մեդիա դաշտում եւ եթե այդ բացը առաջանա,
այսօրվա խաղացողներից ոչ մեկ ամենօրյա լրատվական դաշտում եմ նորից ասում, որովհետև գուցե հետաքննություններով, գուցե այսպես մի քիչ ավելի հատուկ ռեպորտաժներով այլ լրատվամիջոցներ կկարողանան այդ բացը փակել։ Ամենօրյա լրատվական դաշտում այդ բացը մենք կզգանք, ակնհայտ։ Ունեն դերակատարություն կամ ինչ քայլեր պետք է ձեռնարկեն, օրինակ քաղաքասարակության կազմակերպությունները, լրագրողական կազմակերպությունները պաշտպանելու անկախ լրատվամիջոցների գործունեությունը Հայաստանում։ Ինչ պետք է անեն։ Հիմա հատկապես ինչպես դուք նշեցիք, ամերիկյան ֆինանսավորման հետ կապված շատ լրատվամիջոցներ Հայաստանում ունեն դժվարություններ եւ շատերը նաեւ փակման եզրին են կանգնած։ Շատ բարդ հարց է։ Չգիտեմ։ Իսկապես չգիտեմ, եթե մենք խոսում ենք հասարակության արժեքների մասին, քաղաքասարակության, ինչ պիտի անեն հասարակական կազմակերպությունները, որոնք փորձում են ազատ մամուլը, ազատ խոսքը պահել, իրենք էլ են շատ վատ վիճակում, այդ քաղաքասարակությունը եւ հասարակական կազմակերպություններն էլ են հիմա շատ վատ վիճակում, բայց եթե դրվի այդպիսի առաջնայինության հարց, միջոցները, որովհետև շատ սուղ են, որը պիտի առաջնային համարել, ասենք հասարակական կազմակերպությունները, թե մեդիան։ Երկուսն էլ շատ կարևոր են, բարդ հարց է, թե որն է ավելի կարևոր, բայց առանց մեդիայի հասարակական կազմակերպությունները եւ քաղաքասարակությունը ուղղակի չի կարող իր արածը տարածել։ Այսինքն կարծում եմ, որ առաջնայինը այդ ազատ խոսքն է եւ հավասարակշիռ պատասխանատու, ոչ միայն ազատ, մենք անդադ ասում ենք ազատ խոսք, բայց այդ պատասխանատու լրագրության պակասը հենց զգացվեց, անմիջապես դա խփելու է շղթայական ռեակցիայով եւ հասարակական կազմակերպություններին եւ քաղաքասարակությանը։ Այսինքն, եթե վերադառնամ այն մտքին, որ ազատությունը արժեք է պետության համար, ինքը արժեք է նաև հասարակության համար։ Եվ գուցե ինչ է հասարակ մարդը, եկեք ավելի պարզ խոսենք, հասարակ մարդը ինչ է կորցնում, երբ որ անկախ լրատվամիջոց չի լինում, կամ քիչ է լինում, կամ ազատության նման լրատվամիջոցը չի լինում։ Որովհետև շատ հաճախ մարդիկ իհարկե դիմում են լրատվամիջոցներին, ինչ որ խնդիրներ բարձրաձայնելու, բայց մյուս կողմից էլ ասում են դե լավ դուք ում եք պետք, ինչ եք անում ընդհանրապես։ Դե եթե մարդը ընդհանրապես չի հետաքրքրվում, թե ինչ է կատարվում իր երկրում, իր հասարակությունում, ինչ է կատարվում իր ռազմագերիների հետ Բաքվում, հա, ինքը կարող է այդպես ասել։ Բայց եթե մարդ ընդհանրապես հասարակական կյանքով հետաքրքրված է, սովորական թեկուզ սպառողն է, հա, իր բազմոցին պարկած միացնում է ու ազատությունը չկա։ Ասենք ամենօրյա լրատվության մեջ ինքը որտեղից պիտի լսի, թե ինչ է կատարվում, էլի կրկնվեմ, ուրեմն Ադրբեջանում մեր ռազմագերիների հետ։ Որտեղից պիտի իմանա։ Երբեմն մենք տեսնում ենք, որ այլ լրատվամիջոցներ այդ մասին կարող են լռել, դիտմամբ կամ ոչ դիտմամբ։ Ազատությունը ուներ այդ հնարավորությունը նաև ներսի աղբյուրներից ստանալ այդ ինֆորմացիան, հա, կար ադրբեջանական ծառայությունը, որտեղից օրինակ շատ կադրեր, որ վերցնում էին նույն Reuters-ից կամ վերցնում էին ադրբեջանական այդ ծառայությունը կարող էր պետական իրենց լրատվամիջոցից փոխանցել կամ երբեմն վերջին անգամ օրինակ ադրբեջանական ծառայությունը Ադրբեջանում չի գործում, եթե չեմ սխալվում։ Ադրբեջանում չի գործում, բայց այնտեղ կան թղթակիցներ, այդա է հիշել, որ կապեր կան։ Վերջին անգամ օրինակ նույն հայ-ադրբեջանական, այսպես կոչված խաղաղության հնարավոր պայմանագրի կամ պայմանագրի հնարավոր ստորագրման հետ կապված vox pop էր արել ազատությունը եւ այնտեղ օրինակ կային Բաքվից կարծիքներ։ Այդ կարծիքները ինձ շատ հետաքրքիր էին։ Ինչ են մտածում այնտեղ։ Ինչ են մտածում այստեղ, ես կարող եմ նաև այս մեր լրատվամիջոցներից իմանալ։ Ինչ են մտածում Բաքվում այդ հնարավոր ստորագրման մասին, վստահություն կա արդյոք, ասենք այնտեղ հայերի հանդեպ կա թե չկա։ Հեռախոսով թղթակիցը դա նկարել էր մի երևի 4 օր առաջվա օրինակ եմ ասում։ Այսինքն ազատությունը ուներ այդ հնարավորությունը տալ այնպիսի ինֆորմացիա, որը իմ կարծիքով, եթե հանկարծ չլինի, ես դրա պակասը զգալու եմ։ Շատ մարդիկ, ովքեր ուզում են իմանալ, թե ինչ է կատարվում իրենց շուրջը, զգալու են։ Եթե այդպես խոսում ենք անհաղորդ հասարակության մասին, սպառողի մասին, որ իր քթից այն կողմ բան չի ուզում տեսնի, հա, երևի
իրենց պետք չի։ Այո, հանկարծ չեմ կարծում, որ նման իրավիճակ կունենանք առհասարակ Հայաստանում, բայց հիշեցի այն ամիսները, որ անցկացրել եմ Բելարուսում եւ այնտեղ եվրոպական ծրագրով սովորում էինք, առավոտյան երբ արտանում էինք, ես փորձում էի ռադիո լսել, որ թերթերը կային օպոզիցիոն թերթեր, որոնք մարգինալ էին, հեռուստատեսություն ամբողջությամբ վերահսկողության տակ էր, եւ ռադիոից առաջին լուրը, որ լսում էինք, նախագահը ինչ-որ բան է արել, հետո վարչապետը, հետո արտգործնախարարը ու միանգամից անցում էր կատարվում ագրոնորություններին։ Քաղաքական կյանքը մնացած մարդիկ չկային, գոյություն չունեին։ Ու դա սպառողին դարձնում է пассив սպառող։ Այսինքն հասարակության մեջ եթե չկա այդ վատ բառով ասեմ, բայց լավ ձևակերպում է, հա, այդ հաճացող շունը, որը անընդհատ ասում է, որ չէ, պետություն, կառավարություն, իշխանություն, դուք սխալ եք արել, դուք պիտի սա ուղեք, գնացեք, հետևեք, մենք ձեզ ցույց ենք տալիս, որն է ձեր սխալը, գնացեք, ուղեք, հա դա։ Եթե դա չկա, հասարակությունը կամաց ընկնում է այդ թմբիրի մեջ եւ չի նկատում այնպիսի բաներ, որ հետո երակի ու քառակի ավելի ծանր են ազդելու իր վրա, որովհետեւ կգան ընտրությունների ժամանակ կլինեն մանիպուլյացիաներ, եթե չլինի ազատ պատասխանատու լրատվամիջոցը, խոսքը լրագրողի, ապա ոչ մեկ ցույց չի տա հասարակությանը, որ այստեղ ձեզ մանիպուլացնում են։ Ու արդյունքում մենք կունենանք Բելարուսի հասարակության, դե ես էլ հույս ունեմ, որ չենք հասնի, մեր ամբողջ խոսակցությունը դա է, որ կամ մենք գնում ենք այս ճանապարհով, որը ես հիմա շատ լավն եմ գնահատում մեր համեմատության մեջ բնականաբար եւ տարածաշրջանում եւ չեմ ասում նախկին սովետական հանրապետությունների մեջ, Մերձբալթիկյան չենք հաշվում, մենք շատ լավ վիճակում ենք այդ մեր ազատ խոսքի, պատասխանատու խոսքի, ազատ լրատվական դաշտի միջավայրում, բայց այդտեղ շատ մեծ դեր ունի ազատությունը, ու եթե ես փորձեմ պատկերացնել, եթե չլինի, ինչքան ժամանակ հետո մենք կարող ենք հետ գլորվել, կփորձենք բոլորս անել ամեն ինչ, ես կարծում եմ, որ մենք մեդիա աշխատողներս մի քիչ ավելի պարտավորություն ունենք եւ ահազանգելու եւ անելու այն ինչ որ կարող ենք, որ դա տեղի չունենա, քան սովորական քաղաքացին, նաեւ դրթելով սովորական քաղաքացուն հասկանալ, որ ինքը կարող է կորցնել շատ արժեքավոր մի բան իր համար եւ պետությանը նաեւ։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Civilnet-ի տաղավարում ես զրուցեցի Հարություն Մանսուրյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։